Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ, ովքեր օգնեցին, որ մենք դուրս գանք բանտախցերից։ Սակայն բանտախցերից դուրս գալով բանտապետությունից դուրս չեկանք։ Սա չի նշանակում, որ կապանքներից ազատվեցինք, չի նշանակում, որ ազատվեցինք գերությունից։ Այո, բանտախցերում դեռևս մաշվող ընկերներ ունենալով քեզ չես կարող գերված չզգալ։ Ազատություն Վալոդիա Ավետիսյանին, ազատություն Հայկ Յուրեղյանին, ազատություն Շանթին եւ իր ընկերներին։ Ըստ մեր ամբաստանագրի մենք մեղապարտներ ենք։ Ըստ մեր առաքինի վարչախմբի մենք մեղանչել ենք, մեղք ենք գործել, գերազանցել ենք օրենքը, անցել ենք չափն ու սահմանը եւ այդ ինչ չափ ենք խախտել։ Պարզվում է բանտապետության հնազանդության չափն ենք խախտել։ Ըստ մեր մեղսասեր վարչախմբի քաղաքացիական անհնազանդության կազմակերպումը, որը սահմանադրական հիմնարար իրավունքներից է, նույնացվում է զանգվածային անկարգության կազմակերպման հետ։ Այս մեղադրական եզրակացությունով ռեժիմը ակնհայտորեն մատնում է իր մահացու վախերը, ցույց է տալիս այն ճանապարհը, որը անխուսափելիորեն բերելու է իր վախճանին։ Այն է քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը։ Եվ ուրեմն մեր ընտրած ուղին ճիշտ է։ Առաջ դեպի քաղաքացիական զանգվածային անհնազանդություն։ Մեզ նաև բարոյական մեղադրանք էր առաջադրված։ Իբրև թե մենք չենք հիշում եւ չենք պահանջում բոլորի հետ։ Սխալվում եք, պարոնայք, մենք էլ ենք հիշում եւ պահանջում, բայց նաեւ հիշում ենք մայիս 28-ի խորհուրդը, որ ազգերը ցեղասպանություններով չէ, որ վերանում են, եթե իրենց փրկության բանալին իրենց մեջ են որոնում եւ ոչ թե աշխարհի 4 ծայրերը։ Մենք էլ ենք հիշում եւ պահանջում, բայց նաեւ կույր ճակատագրին հնազանդու չենք, խոնարհվող չենք մեզ ճագարների տեղ դրած եւ դեպի բռնապետություն առաջնորդող ապիկար բախտախնդիրների առջեւ։ Մենք բանտապետությանը այո ասող չենք, որովհետև գիտենք, որ բանտապետության մեջ աշխատատեղեր չեն առաջանում։ Բանտապետության մեջ արդարություն եւ արժանապատվություն չի լինում եւ վերջապես բանտապետությունից արտագաղթում են եւ բանտապետությունը հայրենիք չի դառնում։ Բանտապետության մեջ ծաղկում են միայն լիսկայությունը, սաշիկությունը եւ աղբերությունը, ծաղկում են կամայականությունները, անօրինականությունները եւ արտոնյալների համար, ընդ որում արտոնյալ բանտապանների համար նախատեսված օազիսները։ Բանտապետություն սփյուռքից տեսակցության են գալիս, այնպես ինչպես տեսակցության են գնում բանտ, իսկ երբեմն տեսակցություն թույլ չեն տալիս, ինչպես չթույլատրեցին Շանթ Ոսկերչյանին մուտք գործել հայրենիք։ Սա չէր մեր երազած հայրենիքը 88 թվականին, եւ դեռ ճակատագրի անիվը շուռ է գալու դեպի մեզ։ Հայաստանի կարգավիճակի միանձնյա փոփոխությունը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին երկրի գլխավոր բանտապետի կողմից ըստ նրա հնարավորություն տվեց ինդուլգենցիա, այսինքն թողություն ստանալու մարդու հիմնարար իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների լայնածավալ ոտնահարումների համար եւ ռեժիմը գրոհի անցավ։ Գրոհի անցավ ոչ միայն մեր վրա, այլև բոլոր հնարավոր ընդդիմադիրների վրա։ Ուժեղացվեցին ամբողջատիրական կառավարման մեխանիզմները, ոստիկանապետությունը, մամուլի գրաքննությունը, միակուսակցական ղեկավարումը։ Այս ամբողջատիրական ժառանգությունը ճոճանակի պես է իրեն պահում սկսած 2008 թվականից։ Սակայն ներկայումս այլ անկայուն իրավիճակ է ստեղծվել ռեժիմի համար։
Ռեժիմը թևակողել է իշխանության փոխանցման փուլ, ներիշխանական պայքարի սրացումով, ընդ որում ներքին անկայունությունը ուժեղանում է արտաքին անկայունության պայմաններում։ Կտրվել են ռեժիմի սնուցման հիմնական աղբյուրները, առաջացել են նոր մարտահրավերներ, որոնց այս համակարգի տրամաչափը չի կարող համապատասխանել։ Ապրիլ ամսին ռեժիմը մեր շարժման գործունեությունը փորձեց արգելափակել, ընդ որում անհաջող փորձ արեց արգելափակելու։ Հայաստանը չունի Հյուսիսային Կորեայի ռեսուրսները եւ չի կարող վերածվել կատարյալ բռնապետության։ Եվ այն վիճակը, որում այսօր հայտնվել է ռեժիմը, առաջիկայում ցույց է տալու, թե ինչքան սնանկ է նա անգամ բռնություններ գործելու առումով։ Մեր շարժման ռազմավարական նպատակը նույնն է՝ ապահովել ազատ եւ ժողովրդավարական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Սակայն մենք գիտակցում ենք, որ այդ ընտրությունները անցկացնելու համար մենք պետք է հեռացնենք ռեժիմը, մենք պետք է ունենանք անկախ ընտրական հանձնաժողով։ Եվ այդ նպատակին հասնելու համար ճանապարհը, ինչպես ասեցի, ռեժիմը ինքը ցույց տվեց։ Դա քաղաքացիական անհնազանդություններն են։ Այդ նպատակով մենք մշակել ենք երկու փուլանի մարտավարություն։ Այո, մենք վստահ ենք, որ հենց այս տարի է լինելու փոփոխությունը, որովհետև նախ եւ առաջ չկա այն ռեսուրսը, որով մենք կարողանանք դիմանալ որպես պետություն եւ երկիր եւս 2 տարվա այն արյունաքամությանը, որը տեղի ունենում ամեն տարի, եւ ուրեմն միայն արտահերթ ընտրություններ։ Սակայն մենք հասկանում ենք, որ առանց սոցիալական կապիտալի կոնսոլիդացման, առանց ժողովրդի լայն խավերի վստահություն ստանալու այդ անհնազանդությանը չենք կարող հասնել։ Եվ այդ պատճառով մենք շարունակելով մեր պայքարը ձգտելու ենք մաքսիմալ ճակատը ընդլայնել եւ դրան ինքը ռեժիմն է օգնում, որովհետեւ մեզ ձերբակալելով մեր նկատմամբ համակրանքը մեծացավ ժողովրդի շատ լայն շրջանակներում, նաեւ այն ուժերը, որոնք մեզ աջակցեցին, մենք նրանց հետ սկսում ենք կոնսուլտացիաների, քաղաքական կոնսուլտացիաների փուլ, որի ընթացքում փորձելու ենք գտնել այն ընդհանուր պլատֆորմը, որը կմիավորի մեզ։ Կա 4 ուղղություն, դա քաղաքական ուղղությունն է, արտահերթ ընտրությունների հետ կապված, դա քաղաքացիական, սոցիալական ուղղությունն է, հարթությունն է, որտեղ մենք փորձելու ենք բոլոր տեսակ քաղաքացիական ընդվզումներին աջակցել, մասնակցել, փորձել իրենց բերել դեպի ավելի ընդհանուր պլատֆորմ, լինի դա էլեկտրաէներգիայի թանկացում, տաքսիստների պայքար, թե որևէ ժողովրդավարական քաղաքացիական անհնազանդություն։ Դա գաղափարական ճակատն է, որովհետև ակնհայտ է դառնում, որ Հայաստանում ամբողջատիրության ուրվականն է բարձրանում, եւ մենք ուրեմն պիտի բացահայտենք այդ ամեն ինչը, բացատրենք մեր ժողովրդին այն բանտապետության հիմքերը, որոնք գնալով ուժեղանում են Հայաստանում։ Եվ վերջապես իրավական հարթությունը, քանի որ մենք ինքներս շարունակում ենք մնալ մեղադրյալներ, եւ այն ամբողջ խոչընդոտումները, այն ամբողջ ճնշումները, որոնք եղել են անցյալ տարվանից սկսած մեր շարժման նկատմամբ, ես նկատի ունեմ թե մեքենաների հրկիզումները, թե մարդկանց վրա հարձակումները, դանակահարության փորձը, ոչ թե փորձը, այլ դանակահարությունը, մարդասպանության փորձը, եւ վերջապես Բերձորյան հայտնի ոճրագործությունը, որը մասսայական պետական անկարգության օրինակ էր, պետական ահաբեկչության օրինակ էր, որից ընդամենը 18 օր հետո, հունվար 31-ից հետո, փետրվարի 18-ին քրեական գործ հարուցվեց մեր շարժման նկատմամբ։ Մասսայական զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու մեղադրանքով։ Երբ որ կա նկարահանված մասսայական անկարգությունը, պետությունը իր պոզիտիվ պարտականությունը չկատարեց, ինքը չստեղծեց որևիցե քրեական գործ չհարուցեց դրա հետ կապված։ Ահա այս ուղղությունը, իրավական ուղղությունը նույնպես լինելու է մեր այն աշխատանքները, որը թույլ են տալու բացահայտել են դիմակը։ Ուրեմն առաջի փուլը մեր մարտավարության ուղղված է լինելու, որպեսզի պետությունը ավելի ու ավելի բացահայտի իր դեմքը
գցի են բոլոր դիմակները ժողովրդավարական, որով հանդես է գալիս Եվրոպաներում, իբրև թե ինքը արժեքների հետևորդ է, որևիցե ժողովրդավարական արժեքի հետևորդ չի, պարզ բանտապետություն է, ընդ որում տարբերվում է նախորդ սովետական շրջանից ընդհանրապես գաղափարախոսության դատարկությամբ, որ գաղափարախոսություն չունի, թե չմնացած ամբողջ ճնշիչ գործիքները պահպանել է։ Եվ ահա մենք սրանով այս մարտավարությամբ փորձելու ենք ոչ միայն ընդդիմադիր դաշտում, այլև համակարգի ներսում գտնվող բոլոր այն մարդկանց, ազնիվ մարդկանց, ովքեր ստիպված են այդ համակարգի հետ դեռևս համագործակցել, հնարավորություն տալ, որպեսզի իրենք նույնպես մոտենան շարժմանը, միանան շարժմանը։ Մենք շատ լավ հասկանում ենք ինչ կախումներ ունենք, բայց հենց մեր ձերբակալության ընթացքում պարզ եղավ, որ ամբողջ այդ ճնշիչ համակարգը, որ կա, այդ ամբողջ համակարգում թե ինչպիսի համակրանք կա մեր շարժման նկատմամբ, դա մենք գիտենք։ Ես սրանով վերջացնում եմ, դիմելով ձեզ, վերջին անգամ հիշեցնելով, որ մենք ենք տերը մեր երկրի։